Նախիջևանի սահմանից մոտ 1 կիլոմետր հեռավորության վրա Վայոց ձորի մարզի Գնիշիկ եւ Մոզրով գյուղերը այսուհետև կունենան ժամանակակից այլընտրանքային էներգիա։ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ու Vivaspel MTS-ը համայնքների զարգացման ուղղված նոր նախագծով Գնիշիկցիների եւ Մոզրովցիների համար տեղադրել են 37 կետանոց լուսադիոդային համակարգ։ Այս հերավոր ոնց որ ասում են աշխարհից կդրված դեղում իրոք կա բնագիչներ եւ իրենց մասին պետք է մտածել եւ պետք է մի քիչ հոգադարություն ցույց տալ իրենց հանդեպ։ Բնապահպանական ու էներգարդյունավետ լուսավորությունը 80%-ով կնվազեցնի էներգիայի ծախսը։ Մոզրով եւ Գնիշիկ գյուղերում բնակվում է 250 մարդ։ Ծրագրի շնորհիվ համայնքի գրեթե ամբողջ բնակելի հատվածը ապահովվել է լուսավորության նոր համակարգով։ Լույս հատկացնելով այնպիսի լուծումն է, որ պետք է իրեն կարողանան օգտագործեն լուսավորը իրենց ճանապարհները եւ նույնადեն օգնեն խնայեն իրենց համայնքի բյուջեն, որ այդ խնայված գումարով կարողանան ծախսեն իրականացնելու այլ ուրիշ ծրագրեր։ Ամեն ինչ անելու ենք, որպեսզի նմանատիպ համայնքներում մեր գլխավոր համագործակցի Vivaspel MTS-ի հետ միասին ուրեմն ուղղորդենք նմանատիպ նախագծերը, որոնք միտված են այլընտրանքային էներգիայով զարգացնել։ Ամռանը փողոցը լուսավորված կլինի երեկոյան 10-ից մինչև գիշերվա 1-ը, իսկ ձմռանը երեկոյան 6-ից մինչև կես գիշեր։ Տոնական օրերին լուսավորություն կապահովի ամբողջ գիշեր։ LED լամպերը արդյունավետ են, դիմացկուն եւ կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել, քան սովորական էլեկտրական լամպերը։ Լիլիթ Ասլանյան, ժամը լրատվական։